Ադրբեջանական բենզինը հենց գալիս է 430-ով շատ արագ սպառվում է։ Ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում։ Սա ժողովուրդը, մեր ժողովուրդը արագ գնում է, առնում է։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար այն մյուս բենզինը նորից թանկանում է։ Դրա հետևությունը որն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ շատ լինի էժան գնող բենզին մեր ժողովրդի համար։ Նկատի ունեմ հիմա 445 է, 430 չէ։ Շատ լավ, դե նորից եմ ասում, պետք է շատ լինի, որովհետև չկա քանակը, հա։ Այսինքն ինչքան շատ բերեն, այնքան գները կիջնի ներքև։ Դրա համար, որովհետև մեր ժողովրդի մոտ դե դա շատ տրամաբանական է։ Մարդիկ ինչի պետք է օրինակ 500 կամ 500, մինչև այդ ապրանքի մուտքը Հայաստան, ես ռեգուլյար բենզին տեսել եմ 500-520 դրամով։ Հիմա եթե անգամ դեր ասած գինը, դրանք օրինակ 440 կներեք, հա, հիմա տարբերությունը, եթե 445-ը եւ եղել է օրինակ 500 դրամ, տարբերությունը եղավ 55 դրամ, 520 էլ է եղել, եղավ 75 դրամ։ Կներեք, ամեն միլիտրը 75 դրամ, 10 լիտրը եղավ 750 դրամ, ամեն 10 լիտրի մեջ 750 դրամ եթե մարդը խնայում է։ Կամ ավելի շատ, որովհետև շատ երբ որ մեծ քանակով է գալիս, այդ օրերին էլ ավելի է էժանում։ Այդ մարդու գրպանը այդ փողը կծակի, այդ փողը ընդհակառակ այն ժամանակ մեր երկրից դուրս էր գնում։ Հիմա մնում է մեր երկրի ներսում, որովհետև մեր քաղաքացին, որ գնում է, ասում է, ինձ 10 լիտր բենզին լցրեք։ Եվ օրինակ 800 դրամ խնայում է, դա նշանակում է 800 դրամ գումար, քիչ է իր գրպանից գնում եւ իհարկե հարկերը բանը որ հանենք, կարող է պարզվի, ասենք մի քանի 100 դրամ էլ քիչ փող մեր երկրից դուրս է գալիս։ Իսկ մենք ինչ ենք տանելու Ադրբեջանը, այսօր մենք այդպիսի քննարկումներ կան, չէ՞։ Քննարկումներ կան։ Հիմա տեսեք, Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ մեզ ատվել, որ ինքը կարող է Հայաստան արտահանի, մենք էլ իրենց։ Բայց դեռևս, այսպես ասած, չկան այնպիսի մրցակցային լրջագույն առավելություններ, իհարկե նաև հասկանալի է տարբեր տեսակի մշակույթը, հոգեբանական եւ այլն, process-ը, որը լինելու է, առևտուր լինելու է, ես ուղղակի վստահ եմ, որ $100 միլիոն այնտեղ պոտենցիալ կա երկկողմ առևտրի, բայց դա ժամանակ է պահանջում, այսինքն ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են, որ նոր խմբականակ է գալիս։ Դիզելային քիչ գիտեք այդ մասին, ինչ բենզինների այդ գործը, գիտեք, այսպես ասեմ, ինքը արդեն թողել ենք բիզնեսին։ Ինքը ընկած է ռելսերի վրա։ Իրենք փողը փոխանցելու են, մենք բենզինը ստանանք, այստեղ մաչելի գնով վաճառելու են։ Ինձ թվում է դա մի process է, որտեղ էլ մենք չենք միջամտում, որ անկեղծ ասեմ, ես չգիտեմ, որտեղ եթե առաջին անգամ գիտեինք, որովհետև երևի ավելի շատ էինք ներգրաված գործընթացում, քան այդ ընկերության մենեջերներն ու տնօրենները, հա, հիմա արդեն իրենցն է իրենք թող իրենց գործերով կազմակերպեն։